Ժողովուրդ նախանձի կուռքի մասին լսած կայք, եկեք ընթերցենք Եզեկիելի մարգարեության 8-րդ գլուխը ամբողջությամբ։ 6-րդ տարվա 6-րդ ամսվա 5-ին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, եւ այնտեղ Տեր Աստծու ձեռքը ընկավ ինձ վրա, նայեցի եւ ահա մի կերպարանք կրակի տեսքով։ Նրա երանքի տեսքից դեպի ցած կրակ էր, իսկ նրա երանքից դեպի վեր մի հրափայլ պղնձի տեսք ուներ։ Նա ձեռքի նման մի բան մեկնեց եւ բռնեց ինձ իմ գլխի մազերից, եւ հոգին ինձ բարձրացրեց երկրի եւ երկնքի մեջտեղը, ու աստվածային տեսիլքներով ինձ տարավ Երուսաղեմ, ներքին դարպասի մուտքը, որ նայում է դեպի հյուսիս, որտեղ նախանձի կուռքն էր, նախանձ գրգռողը, եւ ահա այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այն տեսիլքի նման, որ տեսել էի դաշտում։ Եվ ինձ ասաց. «Մարդու որդի, աչքերդ բարձրացրու դեպի հյուսիս, եւ ես աչքերս դեպի հյուսիս բարձրացրի։ Ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում մուտքին այդ նախանձի կուռքն էր»։ Եվ նա ինձ ասաց. «Մարդու որդի, դու տեսնում ես, թե ինչ են անում այդ ահագին պիղծ բաները, որ Իսրայելի տունը անում է այստեղ, որպեսզի ես հեռանամ իմ սրբարանից, ու դեռ ավելի մեծ պիղծ կուռքեր կտեսնես»։ Եվ ինձ տարավ Գավթի դարպասը, եւ ես նայեցի, ահա մի ծակ կար պատի վրա, եւ ինձ ասաց. «Մարդու որդի, փորիր այդ պատը»։ Եվ ես փորեցի պատը, ահա մի դուռ կար, եւ նա ասաց ինձ. «Մտիր եւ տես այդ վատ պիղծ բաները, որ նրանք անում են այստեղ»։ Ես մտա ու տեսա, ահա ամեն տեսակ սողունների եւ գազանների զզվելի նմանություններ, եւ Իսրայելի տան բոլոր կուռքերը, պատի վրա շուրջ բոլորը փորագրված։ Իսրայելի տան երեցներից 70 մարդ, նրանց մեջ եւ Սափանի որդի Հեզոնյան, որոնք կանգնած էին նրանց առաջ, ամեն մեկի բուրվարն իր ձեռքին, եւ խնկի ծխի ամպը վեր էր բարձրանում։ Եվ ինձ ասաց. «Մարդու որդի, տեսնում ես ինչ են անում Իսրայելի տան երեցները խավարում, ամեն մարդ իր նկարների սենյակներում, որովհետև ասում են. Տերը մեզ չի տեսնում, Տերը լքել է երկիրը»։ Նաև ասաց ինձ. «Ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես, որ անում են նրանք»։ Եվ ինձ տարավ Տիրոջ տան դարպասի մուտքը, որ դեպի հյուսիս էր։ Այնտեղ ահա կանայք էին նստել, որոնք ողբում էին թամուզի վրա։ Եվ ինձ ասաց. «Տեսնում ես այս, մարդու որդի, դեռ սրանցից ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես»։ Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, եւ ահա Տիրոջ տաճարի դարպասում, նախասրահի եւ զոհասեղանի միջև, մոտ 25 մարդ կար, թիկունքները դեպի Տիրոջ տաճարը եւ դեմքերը դեպի արևելք։ Նրանք երկրպագում էին դեպի արևելք, արեգակին, եւ ինձ ասաց. «Տեսնում ես, մարդու որդի, միթե թեթև բան է Հուդայի տան համար այս պիղծ բաներն անել, որ անում են այստեղ, որ երկիրը լցրել են բռնությամբ եւ առավել գրգռում են իմ բարկությունը, եւ ահա նրանք ճյուղը դեպի իրենց քիթն են տանում։ Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, եւ ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։